Պարոն Մինասյան, վերջին շրջանում իրավիճակը սահմանին բավականին լարված է եւ նաեւ լարված է իրավիճակը հաշվի առնելով թե վերջին հայտարարությունները, թե Ադրբեջանի սպառազինման ծավալները եւ իհարկե մասնավորապես սահմանի դեպքերը։ Ըստ ձեզ ինչով է պայմանավորված Ադրբեջանի այս փուլում գործողությունների նման ակտիվությունը։ Գիտեք, իրականում ես չէի ասի, որ այս պահին մենք ունենք ինչ-որ արտասովոր ակտիվություն, ժամանակ առ ժամանակ, ելնելով այն տրամաբանությունից, որ ադրբեջանական յուրաքանչյուր ինչ-որ գործողություն լինում է համարժեք պատասխան, դրանից հետո ադրբեջանցիք փորձում են նույն տեղում կամ այլ տեղերում նույնպես արձագանքել, մենք ունենք մի քանի ամիսը մեկ ինչ-որ սրության ինչ-որ շրջաններ եւ այս պահին տեղի ունենում դա Պարզապես մենք ունենք միանգամից 2-3 ասենք ուղղությամբ նմանատիպ լարվածություն, այս իրադարձությունները դժվար թե բերեն ինչ-որ հետագա էսկալացիայի եւ առավել եւս նոր ռազմական գործողությունների վերահսկմանը, որտեղ սկսել մեծ պատերազմ դա բավականին դժվար գործ է եւ Ադրբեջանը դժվար թե ի վիճակի կլինի սկսել կամ որոշել դա անել, եթե չունենա վճռորոշ տարբերություն կամ առավելություն սպառազինությունների առումով եւ չունենա միջազգային դերակատարների, միջազգային քաղաքական մակարդակով ինչ-որ բարենպաստ պայմաններ։ Պարոն Մինասյան, ուրբաթ օրվա հետախուզական դիվերսիոն գործողությունները շատերի մոտ մտահոգության տեղիք տվեցին, որովհետեւ տպավորություն ստեղծվեց, որ հայաստանյան դիրքերը այնքան էլ ամուր չէին կամ միգուցե ինչ-որ խոչընդոտներ եղան, որովհետեւ դիվերսանտները բավականին հեռավորության վրա են գտնվել սահմանից։ Դուք ինչ ենթադրություններ ունեք, ինչով էր դա պայմանավորված։ Եթե դուք նայեք քարտեզին, ապա կտեսնեք, որ Քարվաճարի շրջանը եւ այն դիրքերը, որտեղ տեղի ունեցել այդ իրադարձությունները, գտնվում են չափազանց դժվար անտառա եւ լեռնային տեղանքում, հյուսիսից գտնվում է 3-ից 3.5 կիլոմետր բարձրություն ունեցող Մրավի լեռները եւ այդ տարածքում ամռանը, երբ որ արդեն ձյունը հալվում է, բավականին դժվար է վերահսկել ամբողջ գիծը եւ հայկական եւ ադրբեջանական կողմերի համար։ Եվ դրա հետ մեկտեղ նաեւ բոլոր այդ հետախուզական դիվերսիոն գործողությունները, որ կատարվում են, գլխավորապես իրագործվում են այն մարդկանցից, որոնք որ պատերազմից առաջ բնակվում են կամ կապ ունեն Քարվաճարի շրջանում։ Բայց այս պահին, ոնց որ դուք գիտեք, ձախողվեց այս գործողությունը եւ այս պահին ինչքան որ ես տեղյակ եմ, Հայաստանի զինված ուժերը փորձում են լիովին ոչնչացնել այդ խմբի մնացած անդամներին։